Ողջույն սիրելի ընկերներ, հուսամ լավ եք։ Ասում են, թե ոսկու գինը բավականին թանկացել է, բայց հումորը թողնենք մի կողմ, իսկ դուք տեսեք, թե ձեզ համար ինչ հետաքրքիր նորություն եմ բերել։ Այո, ճիշտ նկատեցիք, ոսկեզօծ գաթաներ։ Իսկ սա մեր ավանդական մածունով գաթան է, որի բաղադրատոմսը կարող եք գտնել մեր էջում։ Բայց եկեք համաձայնեք, որ այսպես էլ վատ չէ։ Կարմրաթուր գեղեցիկ գաթաներ են։ Դե ինչ գնացինք։ 1, 2, 3 Այստեղից երևի պետք է ասեմ, վաու, հիասքանչ է։ Համաձայն եք։ Ընկերներ, այս գաղափարը ինձ մոտ շատ պատահական եկավ և ցանկացա ձեզ հետ կիսվեմ, թե ինչ գեղեցիկ և յուրահատուկ լուծում է տարբեր առիթների համար։ Ընկերներ, այս շատ փայլուն փոշին կոչվում է կանդուրին։ Փոքր քանակով վերցնում ենք և վրան ավելացնում ենք 1-2 կաթիլ ձիթայուղ։ Լավ խառնում ենք և պատրաստ է, կարող ենք ձևավորել մեր գաթաները։ Վերցնում ենք մի կտոր բամբակ և տպտպացնող շարժումներով տարածում ենք կանդուրինը։ Ահա այսպես, ասեք, որ գեղեցիկ է։ Չգիտեմ դուք ինչպես, ինձ որ շատ է դուր գալիս այս գաղափարը, այն կարող ենք օգտագործել տարբեր գեղեցիկ առիթներին, նշանդրեք, հարսանիք, տոնական այլ սեղանների ձևավորման համար։ Կարող եք օգտվել, սիրելիներ։ Այստեղ կողքի եմ դրել, որպեսզի համեմատեք երկու տեսակի գաթաները։ Դե ինչ սիրելիներ, այսօր էլ այսքանը, ես գնամ վայելեմ իմ մեկ գավաթ սուրճը, իսկ դուք մնացեք խաղաղությամբ և սիրով, կհանդիպենք շուտով։